այս ընտրությունները ճակատագրական են բոլորիս համար։ Եթե 2018-ի սխալը մեզ բերեց ազգային ինքնության ոտնահարման, կանգնեցրեց պատերազմի առաջ, 21 թվականի ընտրությունները բերեցին Արցախի հայաթափման եւ Արցախի կորուստի, մտածեք, խնդրում եմ, ինչ կարժենա, եթե սխալվենք 2026-ին։ Կարող է արդյոք խաղաղություն լինել, երբ անդադար զիջումների ենք գնում։ Կարող է խաղաղություն լինել, երբ թշնամին մինչև ատամները զինված մեր պետական տարածքում է։ Եկան, խոստացան հեքիաթային կյանք եւ իրենց պատմած հեքիաթը միայն կկվի մասին հեքիաթներ, ամեն ինչ տանք, միայն թե մեր անփառունակ գոյությունը քարշ տանք, որքան բարձրաձայն գոչում են, աղաղակում են խաղաղություն, այդքան ավելի է մեծանում եւ սաստկանում մեր գլխին կախվող վտանգը։ Համառորեն հարված են հասցնում մեր ինքնությանը։ Թիրախավորում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այն եկեղեցին, որը հայոց գահն է եղել հայ գահընկեց դարերում։ Կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանության եղելությունը, ճակատագրական սխալ համարում Արցախյան ազատամարտը, խեղաթյուրում են դպրոցական դասագրքերը, ծրագրերից հանելով նարեկացուն, Սայաթ-Նովային, QR կոդ դարձնելով Մաշտոցին եւ աղճատում հայոց պատմությունը, այսինքն մեզ կտրում են մեր արմատից։ Սիրելի հայրենակիցներ, երբ կգնաք ընտրության, խնդրում եմ մի պահ կանգ առեք ու հիշեք այս ամենը, հիշեք եռաբլուրը, հիշեք զոհված տղաներին, հիշեք այն երեխաներին, որոնք պետք է ծնվեին ու այդպես էլ չեն ծնվելու, հիշեք ձեր երեխաներին ու կատարեք ճիշտ ընտրություն։